ինչպես դուք դիտում եք լրազումը, այսօր իմ գործընկերներ Դերենիկ Մալխասյանի եւ Թաթուլ Հակոբյանի հետ զրուցելու են Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի ենթադրյալ հաշտեցման մասին։ Թաթուլ անցնող շաբաթը նշանավորվեց Մալաթիա Սեբաստիա համայնքում բացված կինոթատրոնով, որին այցելեց նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ ներկա էր Գագիկ Ծառուկյանը եւ մամուլը հեղեղվեց Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի մտերմիկ զրույցը պատկերող նկարներով։ Արդյոք սա հաշտեցում էր, եթե հաշվի առնենք հունվարյան դեպքերը մինչև այդ պահը ձգված խոսակցություններն ու այն, որ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հեռանալ քաղաքական դաշտից։ Դժվար է միանշանակ ասել, համենայն դեպս այն կադրերը, որ մենք տեսանք, դեռևս բավարար չեն համոզվելու, որ նրանց միջև տեղի ունեցել հաշտություն, բայց արժե նաև միջև դա հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ, այո, այս երկու գործիչները, քաղաքական ասենք, տնտեսական ասենք, օլիգարխներ ասենք գուցե երկուսին էլ, իրար դեմ բավականին ծանր մեղադրանքներ են հնչեցրել, մենք հիշում ենք, որ հանրապետականների երիթևը նաև օգտագործել էր Դոդի Գագո շատ վիրավորական ձևը։ Նույն ինքը Սերժ Սարգսյանն Նույն ինքը Սերժ Սարգսյանն էր դա օգտագործել, իսկ ի պատասխան դրա Գագիկ Ծառուկյանն էլ Սերժ Սարգսյանին անվանել էր չարիք եւ ասել էր, որ ամեն ինչ կանեմ հայ ժողովրդին այս չարիքից փրկելու համար։ Հիմա վերադարձել ենք այն վիճակին, ինչ որ կար, նրանք կրկին իրար հետ հանդիպել են, բայց այստեղ մի մեծ փոփոխություն է տեղի ունեցել։ Տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանին, ես շատ չեմ ուզում կոշտ բառապաշար օգտագործել, քաղաքականությունից հեռացնելու այսպես իրականությունը եւ սրանից հետո արդեն նրանք այլևս տարբեր հարթությունների մեջ են։ Այսինքն Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը, իսկ Գագիկ Ծառուկյանը այլևս անկուսակցական է, հասկանում եք, անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքային անդամ չէ, որ ես կարողանամ հիմա ասել, արդեն տարբեր հարթությունների մեջ են։ Բայց այնուամենայնիվ Դերենիկ ինչ անհրաժեշտություն կար նկարվել Ծառուկյանի հետ, Սերժ Սարգսյանն ինչու ուներ դրա անհրաժեշտությունը կամ հակառակը, ինչու Ծառուկյանն այդքանից հետո նկարվեց, համաձայնվեց նկարվել Սերժ Սարգսյանի հետ եւ հայտնվել մամուլի առաջին էջերում լուրջ քննադատության թիրախում։ Սերժ Սարգսյանի Գագիկ Ծառուկյանի պահով դժվար է ասել, թե ինչ անհրաժեշտություն ուներ կանգնել Սերժ Սարգսյանի կողքին, սակայն Սերժ Սարգսյանի պարագայում ինչ որ անհրաժեշտ կրկին դժվար է ասել ինչ մոտիվացիա է եղել, որովհետև վարվող քաղաքականությունը Հայաստանում հրապարակային չէ, ստվերային է եւ նստել կանխատեսել իրենց ստվերային մութ, այսպես խառնակցությունները բավականին դժվար է, բայց որ Սերժ Սարգսյանին դա պետք էր եւ ես կարծում եմ, որ միտումնավոր հենց բերել Գագիկ Ծառուկյանին կանգնացրել էին այդտեղ հենց նկարվել այդ նկարների համար, ֆոտոների համար, դա միանշանակ է, եթե նայում ենք Մալաթիա Սեբաստիա, Սամվել Ալեքսանյանն էր կալ, բայց չգիտեմ ինչքանով կապ ուներ այդ կինոթատրոնները։ Ուղիղ կապ չունի։ Ուղիղ կապ չուներ, այսինքն կինոթատրոնի բացում ինչ կապ ունի, ասենք Գագիկ Ծառուկյանի հետ ինչի էր հայտնվել, ասենք Մալաթիա Սեբաստիան, անհասկանալի է, էլի։ Մանավանդ կներես Դերենիկ, եթե հաշվի առնենք, որ Արտաշատում նախորդին բացված Սուրբ Հովհաննես եկեղեցում նրանց ճանապարհները չխաչվեցին։ Ես կապեի հենց դրա հետ, որովհետև այդ օրը Գագիկ Ծառուկյանին լրագրողները բռնացրել էին հենց Բաքվում, երբ որ ասենք պաշտոնական պատվիրակությունը եկեղեցու ներսում էր, այս տպավորությունն էր, որ Գագիկ Ծառուկյանը խուսափել է այնտեղ գտնվել եւ ընդհանուրի հետ նկարվել եւ այդ սխալը ուղղելու համար հենց Սերժ Սարգսյանը կանչել նկարվել է Գագիկ Ծառուկյանի հետ։ Ճիշտ է, փետրվարին եւ մարտին մեկը մյուսին հայոյախառն այսպես արտահայտություններով եւ գնահատականներով հանդես եկան։ Սերժ Սարգսյանը ընդհանրապես կոմպլեքս չունի իրեն հայոյողների հետ նկարվելու, բարեկամանալու, դաշնակցելու, գաղափարակից դարձնելու։ Իհարկե Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան, չգիտեմ, Վիկտոր Դալակյան, լիքը մարդ կարող ենք նշել, չէ՞, ինքը կոմպլեքս չունի ընդհանրապես այդ մարդը։ Ինքը կարծես թե հարմարավետ է զգում հենց այդ մարդկանց հետ, այդ մարդկանց միջավայրում։
եւ բայց ստորացված վիճակ։ Հա, դե ասենք շատ կարևոր պահ է սա։ Պատժի մեթոդ է։ Հենց Սերժ Սարգսյանի կողքը կանգնում ես, դու ավտոմատ ստորանում ես։ Պատկերացրեք, երբ որ դու մեկին հայոյում ես, ամենավերջին մեղադրանքները ներկայացնում ես, ստոր, ստրիկա, խապեպա, կաշառակեր, գող, մարդասպան եւ այլն, ու հանկարծ տեսնում ես, որ կանգնել ես իր կողքը ու գովերքում ես իրեն։ Դա ստորացման այսպես վերին աստիճաններից մեկն է։ Եվ դա երևի Սերժ Սարգսյանին մեծ հաճույք է պատճառում, չգիտեմ։ Երկիրը հաճույք չի ստանում այդ ամեն ինչից, բայց Սերժ Սարգսյանը ստանում է։ Այս առումով Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի իրար կողք հայտնվելը, ես կասեի, իրերի բնականոն զարգացման հետևանք է։ Գագիկ Ծառուկյանը այլ ընտրություն չուներ, երբ որ ինքը մարտի 5-ին կարծեմ հայտարարեց, որ այլևս դուրս է գալիս արյուն չթափվի եւ այլն, ինքը պետք է կապիտուլացվեր եւ կապիտուլացվեր միջև վերջ։ Սա առաջին այսպես ձնձաղիկն է։ Ես կարծում եմ, որ կարող է սկսվել նաեւ ունեզրկման ինչ-ինչ գործընթացներ, ճիշտ է, բոմբ չեն դարձնի, բայց ամեն դեպքում հավակնություններ կունենան սեփականության ինչ-որ մասի նկատմամբ։ Դա Սերժ Սարգսյանի կառուցած իշխանական ընդհանրապես համակարգի բնորոշ հատկանիշներից է։ Ինչ է, Աշոտ Աղաբաբյանին կարող են սննգացնել ինչ-որ բան խլել իրենց հավատարիմ թիմակցից, մյուսներից, ասենք Գագիկ Ծառուկյանից չեն կարող են, եւ որևէ մեկը չի կանգնելու պաշտպանել Գագիկ Ծառուկյանին։ Ամեն դեպքում դա Գագիկ Ծառուկյանի ընտրությունն էր եւ ինքը պետք է վայելի այդ ընտրության ամբողջ բերկրանքն ու հաճույքը։ Իրեն հաջողություն մաղթենք, բայց մյուս կողմից էլ նշենք, որ Գագիկ Ծառուկյանը շատ ազնիվ վարվեց դուրս գալով քաղաքականությունից։ Ինքը ասեց, ասել եմ, հա, բայց չեմ կարողացել անել, այն մարզիկների նման, ովքեր ասենք խոստումներ են տալիս, մոտենում են ծանրաձողին չեն կարողանում, դուրս են գալիս ոչ թե մրցաշարից, այլ ընդհանրապես այդ մարզաձևից։ Հիմա այդ մարդը դուրս է եկել մարզաձևից, եւ ես կցանկանայի, որ այն քաղաքական գործիչները, որոնք վխտում են քաղաքական դաշտում, որոնք բազմաթիվ անգամներ ինչ-ինչ խոստումներ են տվել, բազմաթիվ անգամ խայտարակվել են հանրության առջև, իրենք էլ նույն պարկեշտությամբ գնան կանգնեն Սերժ Սարգսյանի կողքը, որովհետև իրենք ընդդիմադիր դաշտում լինելով միշտ կանգնած են Գագիկ Սերժ Սարգսյանի կողքը, ասենք չստացվեց, չկարողացանք, մեր տեղը Սերժ Սարգսյանի կողքն է եւ մենք վերջապես ազատվենք, հասկանանք թե ընդդիմադիր դաշտում ովքեր են, իշխանական դաշտում ովքեր են։ Շատ լավ, Թաթուլ, հետաքրքիր կամ զավեշտալի է հատկապես ազգային ժողովի նախագահ եւ հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկի Գալուստ Սահակյանի մեկնաբանությունն այս ամենի մասին, որը կարծես թե հակառակվելով կամ հակադրվելով Արմեն Աշոտյանի նախ մի քանի ամիս առաջ ասված մտքին նշել է, որ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջև գաղափարական տարաձայնություն է ընդամենը, ոչ ավելին, սա ինչպես կարող եք մեկնաբանել, մանավանդ որ Աշոտյանը պնդում էր, որ այստեղ գաղափարական տարաձայնություն չկա, խնդիրը տեսակների միջև է եւ իրենք չեն կարող հանդուրժել այս տեսակի ներկայությունը քաղաքականության մեջ։ Դուք միանգամից մի քանի կարկառուն մարդկանց նշեցիք անուններ, հիմա ես կդժվարանամ բոլորին այսպես մեկնաբանել, էլի շատ դժվար է, հատկապես որոշի դեպքում ուղղակի այդ մարդիկ անմեկնելի են։ Այնուամենայնիվ հարցինի պատասխան կարող եմ ասել հետեւյալը, քանի որ հնչեց Գալուստ Սահակյանի անունը։ Գիտեք ինչ կա, այդ երբվանից է Գագիկ Ծառուկյանը ինչ-որ գաղափարական բան ունեցել, հենք ունեցել։ Ես կուզենամ, որ ունեցած լիներ, բայց ես չեմ հիշում այդպիսի բան։ Նա լավ բարեր արել, լավ մարդ է, ասում են շատ լավ հարևան է, նրան շատ են սիրում, ես որևիցե բանով չեմ ասում, բայց Գագիկ Ծառուկյանին վերագրեն ինչ-որ գաղափարներ, կներեք, մի քիչ մենք արժե զրկում ենք արդեն գաղափարի բովանդակությունը ինքը, բայց պակաս հետաքրքրական չի նաև Սերժ Սարգսյանի գաղափարական անցյալը, նայեք, Սերժ Սարգսյանը եղել է կոմունիստական կուսակցության պաշտոնյա, միջին դիրք է զբաղեցրել, բայց եթե սովետական միությունը չփլուզվեր, նա այդ աստիճաններով բարձրանում էր եւ գուցե ասենք ինչ իմանանք, ինչ կլիներ, գուցե ասենք նա լիներ ինչ-որ մի քաղաքապետի, մի քաղաքի քաղաքապետ կամ լիներ, ասենք փոխնախարար մի երկրում։ Սերժ Սարգսյանը հետո միանգամից դարձավ ՀՀՇ-ական։ Մենք գիտենք, որ ՀՀՇ-ի եւ Կոմկուսի գաղափարախոսությունները դրանք հակասող գաղափարախոսություններ են, հասկանում եք։ Բայց տեղի ունեցավ մեկ այլ բան, երբ որ Սերժ Սարգսյանը դարձավ հանրապետական կուսակցության
անդամ եւ առաջնորդ, այն դեպքում, երբ որ եւ հանրապետականի գաղափարախոսությունն է հակասում կոմունիստականին եւ նաեւ ՀՀՇ-ականին, այսինքն այս ամենի մեջ հիմա խոսել ինչ որ գաղափարական պայքարի մասին, ես կարծում եմ ուղղակի ես չեմ կարող ասել, որ Գալուստ Սահակյանը հումոր է արել, բայց ես համաձայն չեմ պարոն Գալուստ Սահակյանի այդ որակման հետ։ Բացարձակապես այստեղ գաղափարական պայքար չկար։ Այստեղ իմ կարծիքով կար իշխանության պայքար, այդ իշխանության պայքարում եկավ մի պահ, որ իմ տպավորությամբ Գագիկ Ծառուկյանը փորձեց չխաղալ այն խաղը, որ իր համար գծել էին Բաղրամյան 26-ում, մտածեց, որ կարող է ատամը սկտրի, փորձեց եւ փորձանք եկավ եւ լավ էր, որ այսօր մենք ունենք ողջ եւ առողջ Գագիկ Ծառուկյան։ Շատ լավ, շնորհակալություն, Դերենիկ։ Հետաքրքիր է ձեր նշած Աշոտյան, Կարեն Ավագյան այդ հանրապետականների դեմքերը տեսնել, այդ կադրերը տեսնելու պահին, ես կառաջարկեի Արմեն Աշոտյանին, Կարեն Ավագյանին եւ մյուսներին, ովքեր պիտակավորումներ էին կպցնում։ 31 հարցազրույցով հանդես գալ։ Հարցազրույցով չէ, այդ նկարը մեծացնել եւ կպցնել իրենց գրասենյակի, իրենց աթոռի վերևը, որ միշտ տեսնեն, էլի, թե ինչ կարող է պատահել։ Երևի Գագիկ Ծառուկյանը հավաստիացրել է Արմեն Աշոտյանին, որ արդեն կարդացել է Վարդանանքը, հետևաբար տեղ ունի Սերժ Սարգսյանի կողքին։ Իրոք զավեշտալի է այդ մարդը ոչ միայն Գագիկ Ծառուկյանը իր հայտնվելով Սերժ Սարգսյանի կողքին, այսպես կոպիտ ասած, թե փչած, թե այսպես վարկաբեկվեց ինքը թե Սերժ Սարգսյանը, նաև այդ մյուս հանրապետականները, ովքեր ասենք արյուծ կտրած եթերներով, ինտերնետով խոսում էին, ինչպես նշեց Թաթուլը, տեսակի, չգիտեմ, գրագիտության եւ գաղափարներից էին խոսում։ Հիմա տեսնում ենք, որ ամեն ինչի մեջ մեղադրվող անգրագիտությունից միջև մարդասպանություն, հարկեր թաքցնել եւ այլն կանգնած է իրենց առաջնորդի Սերժ Սարգսյանի կողքին, իրար հետ ինչ որ օբյեկտ են բացում, ուրախ զվարթ։ Լավ, այդ մարդիկ չեն գնացել Սերժ Սարգսյանին հարցրել, թե Վարդանանք չկարդացած, հարկեր թաքցրած, հարկեր չմուծած, սպանությունների մեջ մեղադրվող այդ մարդու կողքը ինչի է կանգնել։ Իրենք հարց չեն տալիս Սերժ Սարգսյանին։ Իսկ Դերենիկ հանրապետական կուսակցության մասին բավական դրական կարծիք ունես, այնտեղ հարցեր տալիս է Սերժ Սարգսյանը, պատասխանում են ըստ նրա հայեցողության ու ցանկության։ Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաև ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։